Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կա մինչեսա մեր հետ ասա, ով է սա, կոնֆեսա Խնդրեմ Գորին Անուշավանովիչ, Ծաղկաձորի ուղեգրերը 3 օրվա համար։ Իդեպ շատ լավ բան եք մտածել, հաշվի առնելով ձեր հոգնածությունը այս վերջին շրջանում ձեզ իրոք հանգիստ է հարկավոր։ Շնորհակալ եմ Ռիմա, իսկ իմ այսօրվա ու վաղվա բոլոր հանդիպումները տեղափոխել ես։ Դե հաշվի առնելով, որ մինչև վաղը երեկոյան դուք քաղաքում չեք լինելու, ես Գորին Անուշավանովիչ ուրիշ տարբերակ չունեի և… Ռիմա! Այո, տեղափոխել եմ։ Մի վարքյան, բայց այստեղ 5 հատ ուղեգիր է։ Ես մտածեցի, որ դուք ծանրաբեռնվածության պատճառով ճիշտ չեք հաշվել։ Չէ՞ որ դուք հիմա արդեն 5 հոգի եք։ Այ փաստորեն ես բան չի արել, չէ նախատեսել։ Հələ նայ է։ Փեսայի համար ես ասում, հա։ Ռիմա, մեր փեսան կամ ավելի շուտ տնն փեսան, մեր ընտանիքի անդամ դեռ չի համարվում, անենց որ ես մի հատ տար հետ տուր։ Հա, լավ, ես 2 հոգու փոխարեն կհանգստանամ։ Գորին Անուշավանովիչ, ես նաև մտածեցի, որ… Թող մտավորականները մտածեն, իսկ դու արա են, ինչ ես քեզ ասում եմ։ Գնումա իրա։ Ո՞նք իսկենո։ Անուշավան պապի, ակեղծ ասած չեմ հասկանում, ինչի եք ձգում Անուշիկի ու Մանուկի հարսանիքը, հմ? Այս հավը տանեմ, իմ ձեռը լիներ հենց այսօր էլ Մանուկի ականջը կկտրեի։ Բայց ինչ ես տենց ագրեսիվ տրամադրված։ Դու սխալ հասկացար, ականջ կտրել ես նկատի ունեի ամուսնացնել։ Կորյունն է էլի, գիտի է, որ երեխեքը իրար սիրում են։ Ինձ թվում է, որ երբ մարդ սիրում է, չի կարելի իրան խանգարել, պետքա թույլ տաս, որ լիարժեք, ազատ արտահայտիր սերը, ախ, Հայ ապրես, բա ես էլ էտ եմ ասում եք լերիկս, իսկ կարողա թույլ տաս ես այսօր լիարժեք արտահայտեմ իմ սերը, ազիզ։ լավելի պոպի, լավելի։ Դու վերջի ինձ անենց ես ջղայնացնելու, որ ես մի օր բրնեմ զորով արտահայտեմ իմ սերը, որ խելքել գելուխ էտ հավաքես։ Ոչինչ, ապեր, մի նեղվի, հեսա կգնակ Ծաղկաձոր, լավ կհանգստանաս։ Ինչ Ծաղկաձոր։ Շեֆ ասաց, որ այսօր Ծաղկաձոր եք գնալու։ Էդ Դիտայի ու իր ամուսնության 5-րդ տարվա կապակցությամբ։ Այսօրվա պես հիշում եմ, էդ ինչ շոք էր։ Ապա կա ինչ որ մի բան խառնում ես, նոյեմբերին չի կարա տել շոկը։ Չէ, ապեր, իրանք ամառն են ամուսնացել։ Ուղղակի շեֆը հատ ձգձգում էր, այսօր էքուց էր գցում ու հիմա են որոշը, որ գնան նշեն։ Պաստորեն այդ մարդը մենակ իմ հարսանիքը չի ձգձգում։ Պաստորեն հակում ունի ձգձգելու։
Հա, շեֆ ջան։ Շանանուն դուր պետնար ձեռը։ Չէ։ Չէ, շեֆ ջան, ինչ բան։ Ուղղակի մանուկի հետ խաղ ենք խաղում, ասացվածքներ ենք իրար ասում, որ տեսենք թե ով կկրի։ Եղավ։ Եղավ շեֆ ջան։ Եղավ շեֆ ջան։ Լավ։ Չես համբերում անջատեմ նոր խոսաս։ Լսել ես։ Ինչ ես ասում։ Ինչ պիտի ասի։ Տնեցիկին ասեմ, որ իրերը հավաքեն, գնամ իրան տուն բերեմ, քեզ էլ փոխանցեմ, որ Շանանուն տալուց ավելի լավ է փետը ձեռդ չվերցնես, որտեվ եթե շուն այդ փետը ձեռից հետ վերցրեց, քո համար շատ տխուր է լինելու։ Ինքը այդ փետի մոմենտը ուրիշ ձև ասեց, ես սենց ձևակերպեցի։ Պապի ջան, բարի լույս։ Բայլու Սակո։ Պապի ջան, Անուշավանիչը զանգեց, ասեց, որ պատրաստվեք, իրերը հավաքեք, հեսա գալիս է, գնաք Ծաղկաձոր հանգստանալու։ Լավ։ Սիլվա։ 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 Սիլվա ջան, հիշում ես երեք, որ ասում էի, ուզում եմ գնամ Ծաղկաձոր։ Հա։ Հաու ջան, բարձրացի մի երկու հատ տաքշոր իմ համար վերցրու, մեկ էլ քո իրերը հավաքի, այսօր գնում ենք Ծաղկաձոր։ Սակո ջան, դու էլ գնա Կորյունի մոտ, ասա որ պապան Սիլվային խոստացել է, որ այսօր Ծաղկաձոր ենք գնալու, մեզ որ այսօր թող շուտ գանք։ Եղավ պապի ջան, խնդիր չկա, գնամ շուտ ասեմ։ Լավ ապեր ջան։ Անուշավան պապի, շատ մերսի։ Բայց երևի չկարողանամ գամ։ Ես ամբողջ ընտանիքին քո համար հանել եմ ոտի, դու ասում ես չգամ Սիլվա։ Չէ, ուղղակի մտածում եմ շատ եմ ուզում գամ, պապի, բայց պապի ջան։ Ասում եմ կարող է Կորյուն Անուշավանիչը չուզենա, որ ես էլ գամ։ Ինչ լավ է քո բերանով ասում ես, Կորյուն Անուշավանիչը։ Ես որ եթե ես ուզում եմ, ուրեմն Կորյունս էլ է ուզում, արխային։ Հա? Մերսի պապի ջան, մերսի։ Մերսի պապի ջան, ապրեք։ Հա, պապի ինչ եղավ, հայ, պապի, շնչի, շնչի, պապի ինչ եղավ։ Պապի, լովել, պապի, ողեցա։ Բավոր ասում էին ես մի արա զորով։ Я сделал это. Վերջ, շատ լավ է։ Շնորհավոր կյանքս։ Չես նեղում, չէ, որ մի քիչ մեծ է։ Դե չի կարևորը տակ հա։ Հարմար է, հիմնական է։ Գիտես, շատ լավ առիթ է պապայի հետ ընկերանալու համար։ Իսկից թվում է իմ հերթական փորձությունն։ Ինչի՞։ Պապատ ուզում է ինձ նստացնի ճոպանողի, տեսնի ես բարձրությունից վախենում, թե չէ։ Իսկ դու ինչ խնդիր ունես։ Թե Դե չէ, խնդիր չկա, ես բարձրությունից չեմ վախենում։ հաստատ։ Եմ քիչ չեմ սիրում այդ բարձրությունը։ Արագացեք, շուտ արեք։ Գալիս ենք։ Գնացինք։ Կորյուն, ես Սիլվային էլ եմ հրավիրել։ Սիլվան ինչ կապ ունի, այ երես։ Մենո մեր ընտանիքի անդամ չի, ես ուզում եմ, որ մենք մեր ընտանիքով գնանք։ Այդ մանուկը արդեն մեր ընտանիքից է, Սիլվան էլ օտար մարդ է, հա։ Բայց ընես չի, որ մանուկը գալու է։ Պապ, Մանուկ, նիչիվո լիչնովա։ Պրոստը ես ուզում եմ, որ այդ օրը ես ընտանիքիս հետ անցկացնեմ։ Իսկ դու դեռ մեր ընտանիքի անդամ չես։ բայց պապ, Բալես, այդ ի սկզբանե տենց էր նախատեսված։
Հետո Ծաղկաձորում հազարը շուն ու շանգյալ կա, լիքը ծանոթ, մանուկին տեսնելու են, հարցնելու են ով է, մի խոսքով մեր հանգիստը դառնալու է դժոխք։ Անուշիկ ջան, Կորյուն Անուշավանը ճիշտ ասում, ես ավելի լավ մնամ տունը։ Աժա։ Կյանքս համար ինձ տենց ավելի հարմար է, ես ինձ տեղ ավելի լավ կզգամ։ Բալես։ Հա, բայց Սիլվան գալիս է, չէ՞։ Ապա, Այդ խնդրանք չի, այդ պահանջը։ Կորյուն ես խեղճ աղջկանը չի չես ասել, որ մենք ընդամենը 3 օրով ենք գնում։ Ես շատ լավ գիտեմ, որ 3 օրով են գնում, պապա ջան։ Նյում։ ես ինչ ես կան հավաքել, Էդիտա։ Դե պապ ջան, ոնց կարող է Էդիտան թույլ տա, որ մարդիկ մեզանից հետո բամբասեն։ Ասեն, որ Կորյուն Անուշավյանը չի կինը, մի օրվա մեջ ընդամենը մի 2 անգամ զգեստափոխվում։ Բալես։ Մերսի Հարսիկ ջան, մերսի որ դու կաս ու մեր ընտանիքի մասին մտածում ես։ Լավ, գնացինք։ Սպասի մի հատ Սիլվանին զգուշացնեմ, որ հավաքարարները պիտի գան, հետո նոր դուրս գանք։ Սիլվան մեր հետ ա գալու։ Ոնց։ Ոնց։ Մեր մեքենայով հետևի նստարանին նստած։ Կորյուն Սիլվան իրենց տան մոտ մեզ սպասելու է։ Տիկին Էդիտա, ես չեմ գալիս, ես կմնամ տանը ու հավաքարարներին կդիմավորեմ։ Դե լավ, գնացինք։ Մանուկ Սակոյին ասել եմ, քո հետ կլինի, մենակ չես մնա։ Մի բան հաստատ կմտածեք կանեք։ Դե լավ էլ մի սկսեք, վայ գնացինք։ Մանուկ։ Ասեք Կորյուն Անուշավանը չէ։ Ես ինչ էր։ Ինչ է։ Այս ինչ է։ Այս փորս էր ցավում մի քիչ ասեցի։ Ուրեմն ուշադիր լսի ինչ ես անում։ Տնից ոչ մի տեղ չես գնում, հավաքարարներին ուշադիր կլինես ու առանց ավելորդությունների։ Նա զգուշացնում եմ։ Եղավ։ Քո հնարավորությունները։ Իմ ախպեր։ Այսօր ախպորս համար նենց տոն եմ սարքելու, նենց տոն։ Սակո, այն որ ես մենակ եմ, այդ արդեն ինձ համար տոն է։ Չէ։ Այ հեսա որ գան։ Նոր կիմանաս տոնը որն է։ Ոստե կգան։ Բավալ չպետք է գան։ Չէ, հանգստացում։ Անուշավանի չենք չէ։ Հեսա երկու հատ նենց ծիտ եմ վերում, նենց ծիտ, որ մատները հետը կուտես։ Ինչ ծիտ։ Որ ասեմ կռունկ, թութակ, կհավատաս, աղջկերքի հետ եմ էլի։ Սակո ես տուն ոչ մեկին չբերես։ Այսինքն։ Այսինքն ես եմ հիմա տանը մենակ ու ես թույլ չեմ տալիս։ Իսկ ես արդեն տանտեր ես պատկերացնում, հա։ Դու գժվել ես ոնց ես տեղ մարդ բերում։
Կամերաները։ Կամերաները, հորը չեն կամ չի ոստե մարդ ենք բերում տանում։ Ու հանգիստ եղի։ Ես գիտեմ այդ զապիսները ոնց ջնջեմ ու տեղը իմ ուզած զապիսները դնեմ։ Այնպես որ դու մտածելու բան չունես։ Բավոր Կորյուն ենք ժամանակից շուտ հետ գան։ Գորյուն Անուշավանի, չէ։ Հիմա ուշադիր ինձ լսի։ Եթե շեֆը մի բանի համար վճարում է, ինքը մինչև այդ հյուրանոցի բաղնիկի խալաթը չմաշացնի, ընդեղից դուրս չի գա։ Բավոր եկավ։ Որ եկավ։ Ծտերը մի անգամից դառնում են հավաքարար։ Ես դեմ եմ ինձ ոչ մի աղջիկ պետք չի։ Հանգստացի մի հատ։ Քեզանից բան չի հասնում։ Ուղղակի աղբերս այդ աղջիկ առանց քրոջ տեղ չի գնում։ Դու պետք է քրոջ զբաղացնես էլի։ Եթե հանգարց մի բան էլ լնես չգնաց, ես եմ պատասխան տալու, այս տղեն։ Դու կապ չունես։ Չգիտեմ, մեկը իմ սիրտը անհանգիստ է սակո։ Բավոր իմանես։ Իմ սիրտը ինչ անհանգիստ է։ Չեմ համբերում երբ են զանգելու, ապեր երբ են զանգելու։ Սա։ Ջան։ Ալո։ Հա սիրուն ես։ Հա ջան։ Հեսա գալիս եմ։ Շատ արագ եմ գալիս։ Եկա։ Դա ես գնացի ապեր։ Հա։ Դու բան արա, մի հատ քեզ կարգի բերու, ժպտա մանուկ։ Ու ստեղ էլ ռոմանտիկ միջավայր սարքի, ես միջև ծտերի հետ գամ։ Երեխեք ջան, ծանոթացեք։ Մանուկը իմ հորեղբոր տղեն է։ Մանուկ ջան, իմ կյանքն է։ Մարան։ Ու իր քուրիկ Մարան։ Մարա։ Մանուկ։ Երեխեք ջան, ոնց որ ասում են դուք ձեզ զգացեք ինչպես հարուստի տանը, մենք հեսա կգանք։ Որ ասում էի ահավոր հարուստ են։ Խելքով լինես հորեղբոր տղային քեզանով կանես։ Բայց լավ բան ես ասում, գիտես։ Տայքորկի։ Անուշ ջան։ Հա, հասել եք արդեն։ Ոնց եք։ Պապան լավ է։ Անուշ, այսօր մնալու եք, չէ՞ հաստատ։ Հա։ Դե լավ, ես էլ քեզ։ Դե հանգստացեք։ Թուլացի ապեր, ամեն ինչ նորմալ է։ Լսի, չես ուզում մարային քեզանով անես, հələ նա ինչ ծիտ է։ Ապեր, ես հիմա մենակ մի բանի մասին եմ մտածում, որ Կորյունը չգա ու մեզ իրանով անի։ Ասում եմ, ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ կարգին է։ Դու պահ վայելի, պահ։ Մեկ էլ սենց հնարավորություն ես իմ եփ լինի։ Ապեր են տոպրակը որ բերել է իր մեջ ինչ է, բերեմ։ Չէ, դու ոչ մի բանի հետ գործ չունես։ Դու այլ լավ ժպտա ու պահ վայելի, գնացինք։
Գեղեցկուհիներ, ես կարծում եմ, որ հենց հիմա ամենաճիշտ պահն է, որպեսզի մենք բոլորով հավաքվենք այստեղ սեղանի շուրջ, տեղ գրավենք նրակողքին եւ իհարկե բաժակները վերցնելով ասենք մեկ-մեկու որ բարով եք եկել, բարով ենք տեսել եւ իհարկե ամենակարևորը, որ բարով եք եկել ու բարով ենք տեսել եւ իհարկե բարի ժամանց։ Բարի ժամանց։ Բարի ժամանց։ Իսկ այն փողկապով մարդով է նկարի մեջ։ Կորյուն Անուշավանիչն է։ Իմ գավորն է։ Հա, իմ գավորն է։ Ու ես իրան շատ եմ սիրում, շատ։ Դե եթե նկարները քո տանն ես պահում, բարձ է։ Բայց մի տեսակ շատ խիստ մարդ է, հա, երևում։ Խիստ, մեղմ ասած խիստ է։ Չէ։ Դե հա, բայց մի քիչ։ Էլ մի պաշտպանի, լավ էլ խիստ է երևում, ծայրահեղ խիստ ու դաժան։ Չէ։ Դե հա, բայց դաժան, բայց մի քիչ։ Ես ոնց հասկացա, Մանուկը այդքան էլ չի սիրում, հա, քավորիդ։ Չէ։ Սիրում է, ուղղակի ասեմ ավելին, Կորյուն Անուշավանիչը սկզբում Մանուկի քավորն է եղել, հետո նոր իմ։ Ուղղակի ես ավելի օբյեկտիվ եմ, ինչ կա դա եմ ասում։ Ինքը նենց մարդ է, որ եթե մի բան սրտով չի լինում, ցանկացած մարդ կարող հայտնվի Սամոյի փոխարեն։ Սամոնովը։ Ես առաջարկում եմ։ Մենք մեր համար։ Մեր համար։ Կներեք ես սա կամում։ Ախպերդ ինչ-որ անհանգիստ է երևում։ Չէ, ուղղակի գործերն է շատ։ Արա դե շատ բիզնես ունենալն էլ մի բան չի։ Ամբողջ օրը գործերով, չի կարող մի րոպե ուղիղ նանջատի ու զբաղվի իրանով։ Չէ որ կյանքը անցնում է, երիտասարդությունը գնում է, իսկ մենք զբաղված ենք բիզնեսներով ու ամենապուշ բաներով։ Ալո։ Անուշ ջան, ո՞նց ենք, ինչ եք անում։ Ոչ մի բան կյանքս, պատրաստվում ենք ընթրիքին։ Կորյուն Անուշավանիչս ո՞նց է։ Լավ է։ Անուշիկը լտուր մի երկու բար խոսեմ։ Ալո, հա կյանքս անջատվեց։ Կյանքը չի, կյանքը դու տողն է։ Ով է։ Կորյուն Անուշավանիչ, դուք եք չճանաչեցի։ Ոնց եք։ Լավ եմ։ Ինչ ստեղ ենք արդեն 5 անգամ զանգեցիր, ինչ-որ բան է պատել։ Չէ, ինչ պետք է պատայի։ Ինչ իմանամ։ Բա էդ ինչ ցելեր։ Բան հերոստացույցի ձայնն է։ Որ ալիքն է։ Որ ալիքն է այդ Արմենիա TV-ն։ Մանուկ Արմենիայով ֆուտբոլ է։ Էդ ինչ աղջիկների ձայներ են։ Բան այդ աղջիկների ձայները, այդ հավաքարարներն են եկել։ Էս ուշ ժամին։ Հա, դրանք ինչ-որ գիշերային սպեն են աշխատում, ինչ են անում։ Այ Կորյուն Անուշավանիչ, պիլիսոստ են միացրել, ես ես լավ չեմ լսում, հեսա որ անջատեն կզանգեմ։ Նայ որ նորմալ մաքրեն։ Ալո։ Վերջում էլ ասում է, բայց հին մայկայա։ Հուսում ենք արդեն տեղափոխվենք այնտեղ ու ավելի հաճելի րոպեներ վայելենք։ Գնացինք իմ հետևից, կազմակերպված։ Մարաջան, խնդրեմ,
Խնդրեմ, այնտեղ Նարաջան, նստեցինք։ Սա մի րոպեով կգաս։ Հա, վեսա կգամ։ Ես մի հատ տնամ ախպերս ինչ ասում, երևի ուզում եմ մարային մի բան ասի, բայց ամաչում է։ Գնամ, որ տեսնենք թե Եկա, Նարաջան, դե ես ամեն րոպեներով պետք եմ չանից Նոր կորյունն էր զանգել։ Ձեր ձերները լսեց, ասեցի, որ հավաքարարներն են եկել։ Հավատաց։ Չգիտեմ ոնց որ, բայց լսի ասում կարող ես նրանց ճանապարհենք։ Չէ, ախպերս։ Ամեն ինչ նորմալ է, հետո ամեն ինչ նոր է սկսվում։ Դու ինձ վստահի։ Գնանք, արի գնանք, տենանք ինչ ենք, գնացինք։ Ոնց ենք հայեր։ Նարաջանի սվում է հիմա ամենաճիշտ պահանա, որ ես քեզ իմ տան երկրորդ հարկացույց եմ։ Հենց որ գնանք, թող երեխեքն էլ իրար հետ նստեն հաստատ քննարկելու բան կունենան։ Ամել թող մոտիկից ծանոթանան իրար հետ։ Առաջարկում եմ այս բաժակով էլ խմենք, քո կենացը։ Ձեր կենացը։ Բայց ես արդեն անցել եմ դուի։ Իհարկե։ Քո կենացը։ Մեր կենացը։ Մեր կենացը։ Մի քիչ կպատմես քեզանից։ Ինչի ես խառնվել, հետո բա։ Կորյուն, քավոր է։ Հետո ինչ։ Ինքս ստեղծես որ տենար լավ բան չի լինի, ինքս ես բաներ չի սիրում։ Սպասի մանոք, ամեն ինչ նոր է սկսվում։ Արը կորյունն է եկել։ Շեֆտ է եկել, քավորս է եկել, շուտ արա, հատնվի, մեզ որ ես վիճակում տեսավ, են էլ ստեղ, երկուսից ուղակի դեմ կտա պատին։ Որ պատին։ Չենական, շուտ արա, հատնվի։ Ասա դե ինչ ենք անելու։ Ինչ պետք անենք, գնա դուռը բացի, կասես չեմ լսել։ Արա ոչ չեմ լսել։ Հենց դες։ Կասես, պիլեսոսի ձենան հենց ուժեղեր չլսեցի, դուք էլ սկսում եք մաքրություն անել, տիպը հավաքարարներն եք։ Ինչ ես խոսում, ես իսկի մեր տանը մաքրություն չեմ անում։ Ես էլ։ Եթե ուզում եք, տուն գնաք, տնեցքին տենաք, ու էլի տենց հուզիչ բաներ, ուրեմն կանեք նենց ոնց ձեզ ասում եք, որտեղ մեր քավորի շարիկները տեղում չի, ինքն էլ սենց բաներ չի սիրում, որ եկավ հանկարծես ամեն ինչը սենց տեսավ, չնայելու աղջիկ եք ինչ եք, սաղի սանդազահանա անելու։ Ես էլ իրան այգում կզբաղացնեմ, ինչա դուք ջուրանից հին շորեր ու գործիքներ մեկանիկ մաքրություն անեք։ Ու եթե չեք ուզում, Սամոյի օրն գնեք, կանեք նենց ոնց ասում եք։ Սամո։
ուրա ձեր ճուլանը։ Լսի, դու ինձ ձեռս առնում, 2 ժամը զանգում եմ, ինչի՞ չես բացում։ Գորինա, շատ ճիշտ ասած, ես չգիտեի, որ դուք եք։ Եթե դուք լինեիք, մտածի ձեր բանալով կբացեիք, կմտնենք։ Ինձ թվաց է հայտ երեխեք դնում մորանում։ Բանալից թողել եմ Ծաղկաձորում, դրա համար էի զանգում։ Ինչ կա, ինչ եք եկել։ Այսինք, ես իրավունք չունեմ իմ տուն գա։ Չէ, ունեք։ Նորմալ անդե ամեն ինչ մանուկ։ Ամեն ինչ նորմալ է։ Հանգիստ գնացեք, Գորինա, գնացեք։ Սակոլ արիստեղ։ Հա շեֆ ջան։ Սրանք մեր տուն առաջին անգամ են գալիս։ Հա շեֆ ջան։ Սրանք ինչ որ նոր աշխատողներ են։ Հաստատ է դիտանա սրանց կանչել։ Չէ, շեֆ ջան։ Տիկին Էդիտայի կանչածները մի տեսակ փնթի էին, հետո ոնց որ գործից չէին հասկանում։ Դրա համար էլ հետ ուղարկեցին։ Հիմա սրանք գործից բեսանտ հասկանում են, հա։ Գորինա, եթե կուզեք սրանց էլ հետ ուղարկենք, նոր հավաքարարների կանչենք։ Շեֆ ջան, մենք մտածում էինք, որ սրանք նորմալ աշխատողներ են։ Բա հիմա ինչ ենք անելու։ Ես գիտեմ ինչ պիտի անենք։ Դե ես գնացի, հուսով եմ վաղը, որ Ծաղկաձորից վերադառնանք, տունը իդեալական մաքուր կլինի։ Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կա մինչ է սա մեր հետ ասա, ով է սա,